Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է բազմաթիվ հմտություններ, ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ Հենց այս կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը խորագրով երրորդյա վերապատրաստումը։ Վերապատրաստում իր բնույթով աննախադեպ է, ինչ առումով, որ վերապատրաստմանը մասնակցում է ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Ղեկավար կազմը առաջի անգամ է վերապատրաստում անչափահասների հետ տարվող աշխատանքների մասով։ Վերապատրաստումը լավ հնարավորություն է ընձեռում համայնքային ոստիկանին ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի կողմից մշակված ոստիկանության արձագանքը երեխայի նկատմամբ բռնության եւ անչափահասի կողմից իրավախախտման դեպքում ձեռնարկին որպես աշխատանքային ուղեցույց գործնականում կիրառելու համար։ Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի համար այս վերապատրաստումը 3 հիմնական ուղղություններ է ընդգրկում։ Դա իրավական դրույթներն են, որոնք վերաբերում են երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, դա երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկություններն են առանձին մասով եւ թմրանյութերը կախվածությունը եւ այդ ոլորտում երեխաների հետ աշխատանքի յուրահատկությունը։ Վերապատրաստման ծրագիրը առաջիկայում ընդլայնվելու է եւ որպես մոդուլ կկիրառվի ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների վերապատրաստման համար։ Այս քննարկումները, հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն հետագա մեր գործունեության ընթացքում երեխաների բռնության, նրա հետևանքների կանխարգելման, բացահայտման հետ կապված։ Ինտերակտիվ քննարկումները, խմբային աշխատանքները եւ փորձի փոխանակումը թույլ են տալիս մշակել աշխատանքային ընդհանուր կանոններ բռնության դեպքերին արձագանքելու եւ կանխարգելելու համար։ Խոսքը այստեղ ոչ միայն պրակտիկ գործողություններ սովորելու մասին է, խոսքը երեխայակենտրոն մոտեցումներ սովորելու մասին է եւ այստեղ արդեն շատ կարեւոր է, որպեսզի իսկապես ղեկավար կազմը կարողանա համապատասխան մշակույթը ներդնել համայնքային ոստիկանության բաժանմունքներում, որպեսզի նաեւ աշխատակիցները կարողանան պատկերացնել, որ իրենց առօրյա գործողություններում այդ մոտեցումները իսկապես ողջունելի են, իսկապես կարևոր են։ Վերապատրաստումը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ։